Ես խոսում եմ 1273 դեղերի մասին, որոնք փաթեթում ներառված են, եւ այդ ցանկում արկա այնպիսի դեղերի մասին, որոնք գրանցված չեն։ Ինչու են ցանկում հայտնվել դեղեր, որոնք գրանցված չեն։ Նույնիսկ ձեր Facebook-յան ձեր գրառումների պատակը ներկարդում եմ, հա, թոշակառուներ երկրորդ խմբի հաշմանդամ, որոնք արձագանքում են, որ իրենք մինչ այդ իրենց որոշակի դեղեր ստանում էին որպես երկրորդ խմբի հաշմանդամ, ավելի անվճար, հիմա այս պարագայում ապահովագրական համակարգում իրենք արդեն ստիպված են լինում համավճար տալ, որովհետև դրանք ամբողջությամբ արդեն չեն փոխհատուցվում։ Եվ այս 1273 դեղերի ցանկում, ինչպես մասնագետներն են ասում, կան նաև չգրանցված դեղեր։ Խոսքը նույն դեղի մասին է։ Հիվանդը գրում է. ես կոնկրետ այդ դեղը ստանում էի անվճար, որովհետև հաշմանդամության խումբ ունեի։ Հիմա ապահովագրական համակարգի ներդրումից հետո ես այդ նույն դեղը դեղատնից ձեռք եմ բերում համավճարով։ Ինչ կա այստեղ հասկանալու։ Այդ նույն 500-ի մեջ է եղել, չէ՞, դա նույն դեղի մասին է, ավելացրած 773-ից չի հաստատ։ Ախր անալոգների մասին չեմ հարցնում, նույնության մասին եմ խոսում, copy paste։